Բարև ձեզ հարգելի ընկերներ, հիշում եք 2024 թվականից այս իշխանությունները Երևան քաղաքում կարմիր կետագծերում կայանելու վարձավճարը թանկացրեցին 13 անգամ եւ այս հարցով երբ ավականիում Մայր Հայաստանը չկարողացավ իրավիճակ փոխել, որովհետեւ որոշ ավականներ, որոնք ընտրվել էին իբրև թե որպես ընդդիմադիրներ, ծառայում էին իշխանություններին, այնուամենայնիվ Մայր Հայաստանը որոշեց գնալ դատական պրոցեդուրայով եւ դատական գործընթացով այս թալանչիական նախագծի դեմ եւ 2024 թվականի վերաբերյալ դատարանը որոշում կայացրեց Իօգուտ քաղաքացիների Մայր Հայաստանի հայցի հիման վրա եւ ապօրինի ճանաչեց ավականու այդ որոշումը, որով կարմիր կետագծերում մեքենաների կայանումը թանկացել էր 13 անգամ, հատկապես այս տարեկան վարձավճարի դեպքում։ Ուրեմն իշխանությունները տեսնելով այս որոշումը 2025 թվականին անտեսեցին այդ որոշումը եւ նոր որոշում բերեցին 2025-ի մասով։ Հիմա էլ Մայր Հայաստանը դատական ընթացակարգով անցավ եւ այսօր հաղթեց դատարանում եւ եթե նախորդ անգամ մեր հաղթանակի շնորհիվ քաղաքացիները կարող էին վերցնել մեր հաղթանակը ապահովված հայցի վճիռը եւ իրենք էլ անհատապես մտնեին դատարան ու վարձավճարներ հետ ստանային, ապա 2025-ի որոշումը էականորեն տարբերվում է եւ հիմա դատարանը պարտավորեցրել ուղղակի վերադարձնել քաղաքացիների վճարը, քաղաքացիները կարող են գնալ ցույց տալ, որ իրենք վճարել են այդ կարմիր կետագծերի համար թանկացած եւ այդ թանկացած մասը վերադարձնել։ Իհարկե սրան դեռ պետք է սպասել, կարծում եմ իշխանությունները կփորձեն բողոքարկել 10-օրյա ժամկետում պարզ կդառնա, մինչև 1 ամսվա ժամկետում պարզ կդառնա ավելի ճիշտ եւ մենք ամեն պարագայում կարծում եմ դատարանը եթե անգամ բողոքարկեն մյուս ատյանի դատարանները եւս կպաշտպանեն քաղաքացու շահը եւ Մայր Հայաստանի հայցը վերջնականապես ուժի մեջ կմտնի եւ այդ օրից սկսած քաղաքացիները կգնան եւ հետ կստանան իրենց գումարը ի շնորհիվ Մայր Հայաստանի աշխատանքի իրապես Երևանի ավականում մեր խմբակցություն բավական լավ է աշխատում եւ նաեւ օգտագործում է հնարավոր բոլոր գործիքները։ Ես պիտի խորհուրդ տամ մեր հայրենակիցներին գոնե տարեկան, ամսական փաթեթներ չգնել, Երևանի քաղաքապետարանին այդքան գումար չտալ, օգտվել այդ ժամային կայանման հնարավորությունից եւ վստահ լինել, որ ի վերջո դուք երբ այս վճիռը վերջնականապես արդեն ուժի մեջ մտնի, դուք գնալու եք եւ այդ ավել վճարված գումարները հետ եք ստանալու։ Սա հերթական հաղթանակն է իշխանությունների դեմ, այո, դատական ընթացակարգով եւ հերթական անգամ Մայր Հայաստանը ցույց տվեց, որ այո, շատ ակտիվ աշխատանքի շնորհիվ, բանիմաց աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել արդյունքների։ Ես որ հարգելի ընկերներ վստահ եղեք, որ Երևանի ավականում, Գյումրու ավականում եւ նաեւ ապագայում Հայաստանում մենք շարունակելու ենք սպասարկել ձեր շահերը եւ որտեղ որ մենք հնարավորություն ունեցանք քաղաքացիների իրավունքները պաշտպանել այս կամ այն գործիքով անպայման այդ իրավունքները պաշտպանված են։